Արոն Աբրահամյան, նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հակադարձել Սերժ Սարգսյանին, նշելով, որ 2010 թվականին հենց հանրապետականները խորհրդարանում ապահովեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, ավելին ասում է, եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանն է մասնակցել այդ իշխանազավթման, ասում է, թե դրսի ուժերից է եղել, ում է դրսի ուժերի հետ է մասնակցել այս իշխանազավթմանը, ինչպես կմեկնաբանեք։ Իհարկե Ռուբեն Ռուբինյանը մի ճակերտավոր մանրուք է թաքցնում այդ օրերի այն իրադարձությունները, որը նաև նկարագրված էր տարբեր հանրապետականների եւ նաև Սերժ Սարգսյանի խոսքում, այդ թվում նաև ելույթներում, ինչ պայմաններում է տեղի ունեցել այդ գործընթացը, այդ նույն դագաղների, ճնշումների, ընտանիքների նկատմամբ հալածանքների, ել չեմ ասում ատելության, սպառնալիքների ներքո։ Երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, խորհրդարանը պետք է ընտրեր վարչապետին մայիսի 1-ին դրանից հետո, այդ ամբողջը նույնիսկ հաշվի առնելով հանրապետական խմբակցությունը դեմ էր արտահայտվել եւ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունեցավ առաջին այդ հնարավորությունից օգտվելու։ Դրան հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում, երբ որ պետք է տեղի ուներ հաջորդ քվեարկությունը, այլանդակ հետապնդումների եւ ատելություններ գեներացվում, ըստ էության կյանքի սպառնալիք էր նաև բարձրաձայնում շատերի նկատմամբ, որոնք հիմա շատ-շատերը չեն ուզում գոնե հիշել, եւ երբ որ խոսում են Սերժ Սարգսյանի կամ հանրապետական ընտրության մասին, որովհետեւ մեկը չի ասում, իսկ ինչի, օրինակ մայիսի 1-ից 8 ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանից բացի այլ գործիչներ չառաջադրվեցին։ Հանրապետականը ինքը եւ հրապարակային եւ ոչ ֆորմալ մակարդակում տարբեր առաջարկներ է արել, ասել է, որ սպասում է այն ուժերին, ովքեր Փաշինյանից բացի կառաջադրեն իրենց տեխնացուներին եւ հանրապետականը պատրաստ են նրանց ընտրել։ Այսինքն, եթե կային մարդիկ, կային ուժեր, որոնք այլ տարբերակ էին պատկերացնում, քան Փաշինյաններ, ենթադրաբար այդ ժամանակ կառաջադրեին, չէ՞, տեխնացուներ։ Բոլոր այն ուժերին, որոնք Նիկոլ Փաշինյանից դուրս են գործել կամ այսօր փորձում են ցույց տալ, օրինակ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տեխնացությունը չեն կիսել, չեն ընդունել եւ այլն, բայց այդ ուժերը այն ժամանակ որևէ մեկը ոչ տեխնացու է առաջադրել, ոչ էլ առավել եւս պաշտպանել է հանրապետականին, չեմ ասում նույնիսկ քաղաքական առումով, սուտ բարոյական մակարդակում կամ այդ հարվածների ատելության տեսանկյունից, որովհետև դա կրկնում եմ ոչ միայն ուղղված էր կոնկրետ պաշտոնյաների կամ պատգամավորների, դա ուղղված էր այդ ընտանիքի անդամներին, այդ խոսքը, որը նաև իրական սպառնալիք էր ստեղծում նրանց կյանքի եւ անվտանգության համար։ Դեռ չեմ խոսում այն մասին, երբ որ մայիսի 8-ին հանրապետականը չէր առաջադրել Նիկոլ Փաշինյանին, եւ հանրապետականի խմբակցությունից, եթե չեմ սխալվում, 10-11 պատգամավոր է քվեարկել այդ սպառնալիքների ներքո, եւ այս պարագայում ամբողջությամբ բերել եւ ցույց տալ, որ սովորական մի process է տեղի ունեցել, ինչ որ մարդիկ հանգարց առավոտը որոշել են, որ պետքա գնային քննարկեն, քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, բնականաբար իրողությունները այդպես չեն եղել եւ իշխանազավթում ասվածի տակ պետք է հասկանալ process, որը ուղեկցված է եղել բռնության, ատելության, սպառնալիքների լեզվով եւ բնականաբար դա հնարավորություն չի անձեռել, որպեսզի process-ները կլասիկ քաղաքական ընթացակարգերով ընթանան։ Ավելի շարունակում է Ռուբինյանը, ասելով, որ եկել է հիմա ուղղակի էշեշ խոսելու կներեք, որ մեջբերում եմ ժամանակը ու հիմա ժողովրդի ասած այդպես են վարվում։ Գիտեք, Հայաստանում ձևավորված իշխանությունը, որը 7 տարի իշխանությունն է եւ այս ընթացքում հասրել է հանձնել Արցախը, Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներ, բանակցային գործընթացում աննախադեպ զիջողականություն դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, վաստակել է այսօր ուրացողի, դավաճանի, կապիտուլյանտի բարձր դաշվաստները, որոնք նրանց ճակատին նրանց ուղեկցում են եւ այս պարագայում այն բոլոր հայտարարությունները, որոնք որպես ինքնաարդարացում կդիտվեն կամ կփորձեն անձնական որևէ խոսքի կամ արտահայտության միջոցով վիրավորանք հասնել որևէ մեկին, դա իրենց պատմության արձանագրումից որևէ ձևով չի փրկի։ Իրենց որակը, բարոյական արժեքները բոլորի համար ակնհայտ են եւ դա ըստ էության արդեն որպես նաեւ հանրային կոնսենսուս արձանագրված է նաեւ մեր ժողովրդի շրջանում։ Կապիտուլյանտ ասեցիք, կապիտուլյանտ բառի մասին էլ Ալեն Սիմոնյանն էր արձագանքել, ասելով, որ ամբագորգոր խոսելուց առաջ թող Սերժ Սարգսյանը մի հատ հայլու մեջ նայի ու ամաչի, նախ ուզում եմ ձեզ այնց հարցնել, ինչ որ բան կա, որի համար Սերժ Սարգսյանը կարող է հայլու մեջ նայել ու ամաչել։
Սերժ Սարգսյանը եթե համաչելու բան ուներ կամ արածներ բաներ, որի համար չէր կարող վաղը որևէ մեկի Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքերի մեջ նայեր, ապա 2018 թվականից հետո չէր կարողանա քաղաքական ուժը ղեկավարել, նրա ղեկավարած ուժը 21 ընտրություններում խորհրդարանը մտնելու շեմը չէր հաղթահարի, քաղաքական դաշտում իր հեղինակությունը քշիռը չէր պահպանի, որովհետև անկախ այն հանգամանքից թե ինչպեսի հարձակման է մշտապես ենթարկվել հանրապետական ամենատարբեր կողմերից, դա մի մասով նաև պայմանավորված է եղել քաղաքական դաշտում իր ազդեցությամբ եւ գործունեությամբ, առանց որի հետ հաշվի նստելու որևէ այլ ուժ, որը իրեն գոնե դիրքավորել են դիմադիր դաշտում, չի կարող շարժվել։ Էլ չեմ խոսում իշխանության մասին, որովհետև եթե իրենք հանրապետականի խնդիրը լուծած լինեին եւ Սերժ Սարգսյանը ունենար իրենց նկարագրած հեղինակությունը, ապա այս 7 տարիների ընթացքում մենք այսպիսի հակազդեցության դաշտում չէին գտնվել։ Մեր ցանկացած հայտարարություն, մեր ցանկացած միջոցառում կլինի կուսակցական կամ այլ մեկ ֆորմատով անընդհատ ամենասուր արձագանքի առաջանում մեկ այս իշխանության կողմից, մեկ նրանց եղբայր ադրբեջանցիների կողմից, որոնց հետ բավականին սինխրոն աշխատում են։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ԿՊ-ում չկան այնպիսի մարդիկ, այն կշռի, որոնք այսօր կարող են գնահատական տալ գործիչների, դեռ չեմ խոսում այն մասին, որ ես պատահական չեմ ասում, որ ժամանակը եւ նաեւ պատմությունը արձանագրելու է իր էջերում, ովքեր ստեղծեցին պետականություն, ովքեր եղան բանակի կազմավորման եւ կայացման հիմքում, ովքեր մեզ հաղթանակ պարգևեցին եւ ովքեր եկան եւ մսխեցին հայ ժողովրդի հավաքական հաղթանակը եւ ովքեր պարտությունների շղթայի մեջ մցրեցին Հայաստանի Հանրապետությունում։ Ասում եմ, եթե ասում եք կապիտուլյանտ մեզ, թող Սերժ Սարգսյանը հիշի, որ Հայաստանի Հանրապետություն բացառիկ անձնավորություն է, մերժված, ասում է մերժված է, ու երբ խոսում են Հայաստանի Հանրապետության շահերից, թող նայի իր շրջապատին, իր փեսաներին, նրանց բարեկեցությունը ավելացել, օրինակ ոչ թե բանակի, ու ասում է բանակը զինում էին 80-ականների զենքերով, բայց 2007 թվականին ջիպերով ու դղյակներով էին ապրում։ Կներեք, եթե խոսք է գնում կապիտուլյան ձևակերպման մասին, ինչ կապ ունի, թե ով է ջիպով եղել։ Այսինքն կապիտուլյացիան կոնկրետ ակտ է, չէ՞, կոնկրետ տերմինաբանությունը, որը բնութագրում է այս իշխանության տապալումները եւ այն փաստաթղթերը, որոնց ստորագրմամբ զիջվել է Հայաստանի առավելությունը, Հայաստանի դիրքերը, հանձնվել է հետագայում Արցախը, նաև այն հայտարարությունը, որոնք նաև Պրագայում եղան եւ այդ նույն ձեր թվարկած անձինք էին փրփրոտ բերաներով տարբեր հատվածներում հայտարարում, որ գիտեք Ղարաբաղը Ադրբեջան է, Ղարաբաղը Ադրբեջան է։ Նույն Ալեն Սիմոնյանը չէ, որ մարդկանց խափում էր, ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, հետո ասում էր չէ, իրողությունն է փոխվել, Ղարաբաղը ասում էր Ադրբեջանը։ Հայրենիքի կամ մարդու ցակումնաբանությունը քաղաքական կամ աշխարհակաղակական իրադարձությունով չի փոփոխվում, չէ՞։ Ինչպես է ալում, որ մարդու ցակումնաբանությունը քաղաքական իրավիճակով պայմանավորված փոփոխվում է։ Սա մեկ։ Երկրորդը, մենք խոսում ենք, երբ որ ասում ենք կապիտուլյանտ, իսկ դա իրենց բնութագրող ամենահատկանշական տերմինաբանությունն է, մենք խոսում ենք փաստերի մասին, մենք խոսում ենք իրենց արածի մասին, մենք խոսում ենք իրենց չարածի մասին, մենք խոսում ենք իրենց քաղաքական կուրսի մասին, որը բնութագրում է։ Կա փաստաթուղթ, որը կարող է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որի մասին մենք այսօր կարող ենք մեր գլուխները կախել։ Ավելին ասեմ, հանրապետականն է, որ անընդհատ պնդում է, որ իշխանությունը պետք է հանրայնացնի այն բանակցային փաստաթղթերը, որոնց մասին ինքը խոսում է, փորձում է ցույց տալ, թե գործընթացը իրենցից առաջ է, վատ թունով ընթացը եւ այլն։ Այսինքն, այս իշխանության պարագայում այն ինչ որ մենք ասում ենք, դա արձանագրված փաստեր են, հասկանում եք։ Մասով այս պահին փաստարկեն է, որ 80-ականների զենքերով եք։ Երկրորդը։ Հիմա երբ որ մենք խոսում ենք Ալան-Թալանի մասին, ասում են սա, նա եւ այլն։ Մենք կարող ենք խոսենք այն դեպքում, այն նորմալ երկրների պարագայում, երբ որ կա դատական վճիռ։ Նույնիսկ Հայաստանի պարագայում չկա դատական վճիռ։ Հիմա Սերժ Սարգսյանի հետ կապված բազմաթիվ քրեական գործերի մեղադրանքներ էին, չէ՞, հնչեցնում։ Հիմա հայտնի գործ է դիզելի գործներ, որը ընթանում էր մի քանի տարի, ինչ եղավ վերջում։ Սերժ Սարգսյանը արդարացվեց։ Դրանցից մեկը որևէ մեկը ներողություն խնդրեց Սերժ Սարգսյանից։ Տարիների շարունակ իշխանություն եղած ընթացքում անդիմադիր եղած ժամանակահատվածում նրա մասին այդպիսի հայտարարություն հնչեցնելու համար։ Բայց նույնիսկ իրանց դատարանը չուներ այլ տարբերակ,
քան արդարացնելու Սերժ Սարգսյանին։ Հասկանում եք։ Այսինքն նույնիսկ իրենց արդարադատությունը իհարկե դատավորին հետո կեղծ կարգապահական դուժերի ենթարկեցին, համակարգից հանեցին եւ այլն եւ այլն։ Սա է իրականությունը։ Հիմա մենք սրանց հետ ինչը քննարկենք։ Այն ինչ որ իրանք ասում են, դա ունի մեկ նպատակ։ Իրենք իրենց տանելու ինքնաարդարացման, որովհետեւ դժվար չի, դժվար բան է, երբ որ մարդը հանցագործություն է արել, մարդ կա, որը իր հայրենիքի մի հատված Ադրբեջանը հռչակել, մարդը ուրի իշխանության ժամանակ գոնե պաշտոնապես 240 կիլոմետր տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ անձն է, սրանք որևէ մեկը մարսվող բաներ չեն։ Հուսով եմ ինչ-որ բան չմոռացա ձեր հարցադրումներից։